էլեկտրաշոկ գնելու մասին տեղեկություններն այնուամենայնիվ իրականության համապատասխանում են, դրանք այլ նպատակներով գնվել են, թե ընդհանրապես չի եղել։ Չէ, էլեկտրաշոկ ընդհանրապես չի գնվել, այնինչ որ շշուկ եղած է, որ գարնա նախկին տնօրենության կողմից գնվել, ըստ երևույթին իրականություն է, բայց ընդհանրապես չի գնվել, դինոգոտում երբեք էլեկտրաշոկ չի եղել։ Իսկ առաջին երեմին տված պարզաբանումներն այն մասին, որ այնուամենայնիվ էլեկտրաշոկ գնելու մտադրություն է եղել։ Կգրտնեք ձեր հարցումը դնել չհասկացա։ Առաջին երեմ լրատվական կայքում տեղադրված է մի հոդված, որտեղ նշվում է, որ այնուամենայնիվ մտադրություն եղել է նման սարք գնելու։ Ես էլ ինչ-որ հասկացա, որ նախկին տնօրենությունը երևի ենթադրել է, մտադրություն ունեցել է, որ էլեկտրոշոկ ձեռք բերե բահագային ծառայության համար, բայց եւ այնպես երբևէ ձեռք չի բերվել։ Ես որ եկա Հայաստան եւ ստանցնեցի վարչական տնօրենի պաշտոնը, դրանից հետո որ այսպիսի լուրեր տարածվելու սկսան, ես անձնապես խոսացի աշխատավորների հետ, արմենիական ներկայացուցիչների հետ եւ բոլորն էլ հերքեցին, որ այդպիսի բան չի եղել, խոսք եղել է ընդհանրապես, բայց երբեք դինոգոտում էլեկտրոշոկ չի մտել։ Դուք Երևան Ներսիսյանի նման հայտարարությանը որևէ որակում տալիս եք։ Ընդհանրապես ոչ, որովհետև դատական նիստը շարունակվում է, երևի ճիշտ չպիտի լինի, որ ես դրա այս պահին անդրադառնամ, որ դատական նիստը ավարտվի, մենք կարանք անդրադառնանք դրան, որևէ մեկ ձևով ինչ-որ բան չասեմ, որպեսզի դատական նիստի վրա չասնի։ Մեկ դրամ փոխհատուցում է, այսպիսի խորհրդանշական սիմվոլիկ գումար է, ինչով է պայմանավորված։ Բնականաբար այստեղ պատվի հարց է, ընկերության բարի անունի հարց է, մենք ուղղակի դինոգոլդը գնայինք որպես Հայաստանի առաջին դիրքերեն մեկը գրավող ընկերություն, մենք ունենք հիմնական արժեքներ, որոնց մով աշխատում ենք, որոնց մեջ մարդկային փոխհարաբերության հարկանքը կգրավի առաջին տեղը, անվտանգությունը, բնապահպանության մեր պաշտպանումը եւ իհարկե որ ընկերության մասին մենք չենք ուզում, որ այսպես արտահայտությունները լան, որոնք իրականություն չեն։ 2012 թվականին 3 անգամ վթար է տեղի ունեցել եւ հայտարարություն տարածվեց այն մասին, որ դա սաբոտաժ է։ Ում է դա ձեռնտու եւ արդյոք ներքին հետաքննություն արվել է սաբոտաժ թե ոչ։ Ասեմ, որ ներքին հետաքննություն արվեցավ եւ այն փաստերը, որ մենք ձեռք բերեցինք, հանձնեցինք ոստիկանության, ոստիկանությունը նախաձեռնեց իրենց քննությունները եւ եթե չեմ սխալվի, 100% չեմ կարող ասեմ, այդ քննությունները դակավին շարունակվում են։ Հիմա իսկ որոնց ձեռնտու է այդ սաբոտաժները, ես կթողնեմ այդ մեկը լսողի ենթադրության, ես չեմ ուզել որևէ մեկուն զրբարտել առանց փաստերու, բայց իրականությունը այդ է, որ մեր ներքին հետաքննությունը ցույց տվեց, որ այդտեղ սաբոտաժի հիմքեր կան։ Բնությանը հասցված վնասների մասին որևէ տեղեկություն ունեք, կարող եք հրապարակել։ Դժբախտաբար փոքր վնաս հասցված էր բնության, Երանի երբեք չհասցվեր, բայց եւ այնպես մենք պետք եղած դուրքերը վճարեցինք, պետք եղած քայլերուն թիմեցինք, մենք մեր ուժերով մաքրեցինք այդ վնասները, փոքր էր, մեծ վնաս չկար այդտեղ, բայց հույսով ենք, որ ընդհանրապես չի կրկնվի, որովհետեւ լավ չէ, որ մեր քարության որևէ մեկ ձևով վնաս հասնի։ Որևէ միջոցառումներ արվել են դրա համար։ Անշուշտ, հարաճիգա մենք լուրջ մասնակիցներ վերածենք, որ այդ ասենք ոչադարը իրենք ստուգեցին նաև ոչամբարը եւ այնինչ որ այդտեղ պետք է բարելավումները լա, մենք արդեն իսկ ձեռնարկացենք այդ բարելավումները եւ աշխատանքի մեջ ենք հիմա։ Շնորհակալություն։ Մեկ հարցել ես տամ, հա, աշխատողների են մի շարք աշխատողների աշխատանքից հեռացնելու հետ կապված պատճառն է։ Դուք այն ժամանակ նշեցիք կանոններով եղան տարբեր հրապարակումներ։ Ես ուզում եմ իմանալ ապրանքից ազատման հիմնական պատճառները որոնք են լինում։ Գիտեք ինչ ես կգարձեմ, որ ձեր հարցումը երևի այդ մեկ աշխատավորի մասին է, որովհետև հերթական աշխատանքից հեռացումներ չեն եղել վերջերս, ուղղակի մեկ աշխատավոր աշխատանքից ազատվել է, որ ես դրա մասին անդրադարձա արդեն։ Ես չպիտի ուզեի եւս մեկ արձարծել այդ հարցը, որովհետև ես ինչպես որ հասկացա, այդ աշխատավորը դիմաց է դատարան արդեն։ Մենք կսպասենք դատարանը թող նիստ հրավիրե եւ այդտեղ արձարծենք իրականությունը։ Գիտեք, մեկ-մեկ էմոցիաները բարձր է լինում, մարդիկ բաներ ասում են, որ չպետք է ասեն, եւ կարող է դնորենն ալ մեկ-մեկ բաներ ասել, որ չպետք է ասել, վերջո դնորենն էլ մարտարարած է եւ այդ ճնշման մեջ ինքն ապրում է։ Ես կգարձեմ, որ նորմալ է, ոչ մեկ հիմնարկ, որ 1200 աշխատավոր ունի, պիտի ունենա աշխատավորներ, որ աշխատանքից պիտի ազատվեն, կամ իրենց թիմումով, կամ ասենք տնօրենությունը պիտի իրենց աշխատանքից ազատե։ Ես պետք է թողնեմ, որ քանի որ այդ անձը դատարան թիմած է, թողնենք, որ դատարանը սպառվի այդ հարցով։ Շնորհակալ եմ։